Ձեր ընտանիքի եկամուտը այս պահին բավարարում է հիմնական ծախսերը հոգալ, խանութների գներից գոհ եք։ Շատ թանկ է, չէ։ Օրեկանով ստանում ես, բայց չես մի ժամվա մեջ մյուսօրը ոչ մի բան չկա արդեն։ Դուք ձեր տված հարցի վրա չեք զարմանում։ Ո՞ս կարա մարդ գոհ լինի։ Ես թոշակառու մարդ եմ։ Իմ թոշակը կազմում է 36,000։ Ոչ, չի բավարարում։ Ահա որա։ Այս վարչապետ կոչեցյալը կառավարության նիստի ժամանակ ասում է բարին հարցնում է նախկին սոցիալնախարարին, ասում է նվազագույն զամբյուղն ինչքան է։ Այդ հիմարը անգրագետը ասում է 34,000։ Յա, այս վարչապետն է զարմանում է։ Ասում է ուրեմն փաստում է մեր նվազագույն թոշակից 2,000 է կարան տնտեսել։ Մեր ժողովրդի մեջ ամենախոցելի մասը դա երեխաներն են եւ ծերերը, չէ։ Հիմա ծերը 36,000 թոշակ է ստանում։ Կենցաղային ծախսերը, կոմունալ ծախսերը հոգա, դեղորայք առնի, հաց ուտի, թե ինչ անի։ Մի հատ այդ հարցին ինձ զեդարք է, ես շատ կուզենայի Նիկոլը իր ընտանիքի հետ միասին այդ 36,000-ով ապրեր։ Աշխատավարձը քիչ է, ծախսերը շատ է։ Գնալով աճում է գները, ահա որ ապրելը, իրոք եմ ասում։ Դե որ անդադ հանկանում է, իսկ ես իմ աշխատանքի գինը չեմ կարող բարձրացնել։ Դե եկամուտները չի հերիքում։ Ասենց ժողովրդին խապել, 7 տարի խապել, ես լուրջ եմ, եթե եկող տարի, 26 թիվն է, չէ, ընտրություններին, այս ժողովուրդը հանգարց Նիկոլեն զեն տվեց, սրա նման անինքնասեր ժողովուրդ ուրեմն չի լինի։ Իսկ ընդդիմությունը, այդ ոնց է տիտղոսային են ասում, ինչ են ասում, դրանք вообще անբարոյական են։ Ոնց է Հայաստան մեկ էլ պատիվ ունեն խմբակցություն, չէ։ Ոչ պատիվ ունեն, ոչ թասիբ ունեն, ոչ ինքնասիրություն ունեն։ 2 կոպեկի համար նստած ընդ է, ինչ են անում իրանք երևի չգիտեն։ Այմերդ մանդատները դնեի գնայիք։ Մանդատները դնեի գնայիք, թող ճգնաժամ առաջանա, ասում եմ մենք ոնց են Արծվիկ Մինասյանն ասում էլի։ Ասում եմ դե մենք մանդատները որ դնենք գնում ենք բան այդ գաղութները բանը կալանավորներին ենք հանդիպում, բողոքներ ենք։ Թող մի հատ օրենսդրական նախաձեռնություն ասել որ անցել է։ Մի հատ։ Ոչ անցկացրել, ոչ է կարեն նեցեն որ չանցնի։ Դրանք вообще անթասիբ մարդիկ են այս ընդդիմությունը։ Դրանք էլ չընտրվեն։ Ես չգիտեմ, երեք շատ վատ է վիճակը։ Սենց որ մնաց կտրակի ես երգիրը։ Այս սրանք է սա խապում են ժողովրդին։ Այս ինչ են անում, մեզ արագ դուք բացատրեք էլի։ Ճիշտն ասած շատ ժամանակ չեմ էլ հետևում գներին, հետո գալիս եմ տուն, տեսնում եմ որ իրականում ահա որը